մի քանի օր առաջ տեղի ունեցավ Եգիպտոսի այսպես կոչված խաղաղության համաժողովը, որը կազմակերպվել էր ԱՄՆ բարձր հովանու ներքո, Պաշտոնական Վաշինգտոնը մի շարք հյուրեր էր կանչել այդ վեհաժողովին կամ գագաթնաժողովին եւ այս հյուրերի շարքում կային նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության ղեկավարները։ Այնուհանդերձ ամրագրենք, որ այս վեհաժողովի մեջ կային կարծես երկու խումբ մասնակիցներ, հիմնական մասնակիցները, իդեմս բնականաբար ամենից առաջ ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի, բայց նաեւ Թուրքիայի եւ Կատարի, եւ պատահական չէ, որ ելքային փաստաթուղթը նաեւ հիմնականում ոչ միայն հիմնականում, այլ հենց նրանք ստորագրեցին։ Տպավորություն կա, թե մյուս մասնակիցները հրավիրվել էին ուղղակի Դոնալդ Թրամփի հաղթահանդեսը ընդգծելու եւ այն ամենը ամրագրելու համար, որ տեսեք ինքը ինչ միջազգային լայն համաժողով է իրականացնում եւ ինչ լայն աջակցություն ունի։ Եվ բնականաբար նաեւ մենք տեղային խաղացողներս մեր շահերն ունենք, Հայաստանի Հանրապետության ղեկավարը առիթը բաց չթողեց եւս մեկ անգամ ԱՄՆ ղեկավարին հիշեցնելու իր մասին, Հայաստանի Հանրապետության խնդիրների մասին։ Մենք բոլորս նաեւ տեսանք, թե Իլհամ Ալիևը ինչ լայնաբերան եւ ասում եմ պամիդոր վաճառողի քծնանքի ժպիտով լի հայացքով էր նայում Դոնալդ Թրամփին։ Մարդիկ էլ իրենց շահերն էին ամրագրում։ Այստեղ կային հիմնական եւ երկրորդական մասնակիցներ։ Ինձ թվում է բոլորն էլ իրենց խնդիրները մեծ հաշվով լուծեցին։